Գյուրջան Կասկադ, հասանելի բնակարաններ 65 ամիս մարման ժամկետով։ Մեծարգո պարոն վարչապետ, իմ հարցը նախորդի շարունակությունն է, զրույցը կարծես շարունակում ենք։ Մենք իսկապես սոցիալական ոլորտում ծրագրերի իրականացման հարցում կարծում եմ, որ մենք զգուշավորություն ենք ցուցաբերել նախորդ տարիների ընթացքում, իհարկե օբյեկտիվ պատճառներով, ինչպես արդեն նշեցիք, բայց հենց որ մենք դրա հնարավորություն ունեցել ենք, մենք միանգամից այդ ծախսերը ուղղել ենք հատկապես խոցելի խմբերին։ Եվ նաև առողջության ապահովագրությունը ցույց տվեց, որ հատկապես ծառայություններն են փոխում մարդկանց կյանքը, այսինքն ֆինանսական աջակցություն իհարկե կարևոր է, բայց եթե երկրում չկան համապատասխան ծառայություններ, դրանք չեն կարող լուրջ ազդեցություն ունենալ մարդկանց առողջության ու բարեկեցության վրա, եւ քանի որ մենք իրապես արդեն ոչ էսկալացիայի, ոչ կոնֆլիկտի խնդիրները չունենք եւ խաղության նոր դարաշրջան ենք սկսում, ուզում եմ հաջորդ կառավարության ծրագրի մասին այսպես հարց ուղղել, արդյոք կարող ենք ակնկալել, որ արդեն նոր ծրագիրը սոցիալական իմաստով շատ ավելի հավակնոտ կարող է լինել, որովհետև ձեր նաև նշած բոլոր խնդիրները եւ նաև մենք բոլորս ենք դա զգում, հիմնականում իհարկե կոնֆլիկտի հետ կապված խնդիրը մենք չեզոքացրել ենք։ Ինչ եք կարծում, այս իմաստով մենք մի փոքր ավելի հավակնոտ կարող ենք լինել, թե ոչ սոցիալական ծրագրերի համար։ Տիկին Բաթոյան, անկեղծ ասած, ես չգիտեմ զգուշավորություն ասելով ինչ նկատի ունեք, բայց այդ մտքի հետ եւ ենթատեքստի հետ չի համաձայնվի, որովհետեւ երեք ես նշեցի 2018 թվականից հետո մենք ինչ ենք արել։ Նվազագույն կենսաթոշակը կրկնապատկել ենք։ Այսինքն հասկանում եք, վերցնել ու ինչ որ մի բան կրկնապատկել, դա ինչ ծախս է։ Երկրորդը նվազագույն թոշակը համապատասխանեցրել ենք նվազագույն սպառողական զամբյուղին։ Երրորդը ետվճարի համակարգն ենք ներդրել։ Հաջորդը երրորդ եւ յուրաքանչյուր հաջորդ երեխայի ծննդյան դեպքում աջակցության ծրագիրն ենք ներդրել։ Հաջորդը մինչեւ 2 տարեկան երեխաների խնամքի նպաստի ծրագիրն ենք վերափոխել, նախ բազային նպաստը ավելացրել ենք, նախկինում այդ նպաստը ստանում էին միայն աշխատող եւ ծննդյան արձակուրդում գտնվող մայրերը, մենք կարգավորը փոխեցինք եւ արեցինք, որ այնպես, որ բոլոր մայրերը այդ նպաստը ստանում են։ Սրան գումարած գյուղական բնակավայրերի բնակիչ աշխատող մայրերի համար այդ նպաստը ավելի քան կրկնապատկեցինք։ Սոցիալական բնույթի ես երեք նշեցի, մենք բնակարանային ոլորտում մենք 320 միլիարդ դրամ գումար ենք վերադարձրել Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին եւ այլն եւ այսպես շարունակ, այսինքն ես օրինակ անկեղծ ասեմ, մի հատ եկեք հետ նայենք, այն ինչ պետք է անեինք, որ չենք արել։ Այսինքն ինչ պետք է անենք։ Ես որ անկեղծ հիմա հետահայաց նայենք, ասենք, այս մի բանն էլ պիտի անենք, առողջապահության ոլորտում փուլ եկել ենք, էլի որովհետև այդ կարգի համակարգերը ներդնելիս մենք պետք է լավ հասկանանք, մենք խոսում ենք աշխատավարձների կրկնապատկման, եռապատկման, քառապատկման մասին, բայց մենք հասկանում ենք, չէ՞, դա բյուջեի համար ինչ ծախսեր են ենթադրում։ Ես նկատի ունեմ, եկեք նայենք, դուք արձագանքի մեջ ասեց, օրինակ նախորդող շրջանում ինչ պետք է անենք, որ չենք արել։ Եվ ես կարծում եմ, որ մենք պլանը կատարել ենք լիարժեք, այնտեղ մեր խնդիրը կապված նվազագույն աշխատավարձի հետ, բայց նվազագույն աշխատավարձի հետ մեր հարաբերությունը ինչ է ցույց տալիս, որ նվազագույն աշխատավարձի փոփոխությունը մեծ հաշվով բան չի փոխում, որովհետև հիմնարկները կամ մարդկանց դարձնում են կես դրույք, եթե իրանք հակված չեն այդ աշխատավարձերը վճարելու, եւ դա մեծ հաշվով, իսկ մնացած հատվածով, ասենք պետական կառավարման համակարգում, բանում հանրակրթության ոլորտում ատեստավորման այդ հարցը լուծված է, մնացած ոլորտներում ուղղակի կամ անուղղակի այդ հարցը լուծված է։ Ես նկատի ունեմ, ինչ պետք է անեինք ուրիշ, որ չենք արել սոցիալական համընդհանուր ապահովության ոլորտում։ Կան
գուցե թիրախային որոշակի խմբեր, որոնց հետ կապված հիմա հաջորդիվ շրջանում մենք մեծ խնդրեմ ունենք վթարային շենքերի հետ կապված հանրապետությունում, բայց դա ինչ որ առումով սոցիալական ծրագիր է, բայց ինչ որ առումով մենք չենք կարող ուղղակի սոցիալական 100% տրամաբանությամբ մոտենալ այդ հարցին, դա նաև տնտեսական զարգացման եւ ներդրումային հնարավորություններ է, որտեղ կառավարությունը կմասնակցի։ Ընդ որում ես վստահություն ունեմ, որ Երևանում մենք այդ մտածած բանաձևում 100%-ով կլուծենք հարցերը, լավ 90%-ով, մնացած տեղերում էլ որոշակի մեխանիզմների պատկերացումներ ունենք, որ վթարային շենքերի խնդիրները լուծվի։ Բայց մենք կներեք սոցիալական ոլորտում նախորդ 5 տարվա ընթացքում մենք կներենք կարող ենք ասենք, որ մենք չեմպիոն ենք, որովհետև մենք արել ենք ահռելի բան, որը շատ դժվար է նույնիսկ այդ հայաց նայել ու հավատալ, որ այդ ամեն ինչը մենք արել ենք։ Ես իմ ելույթում կնշեմ այս մասին, ես բոլոր ձեր նշածների հետ իհարկե ես հիշում եմ եւ համաձայն եմ, բայց այստեղ պարզապես այն մասին է, որ երբ մենք հակառակ այսքան ծրագիր իրականացնում ենք, այդքան ակնկալիքները նաեւ քաղաքացիների ավելանում են, որովհետեւ սոցիալական ոլորտն է, որ անընդհատ ներդրումների եւ ծախսերի կարիք ունի եւ ես իհարկե խոսում եմ օրինակ այն մեր հաջողված ծրագրերի շարունակության մասին, բնակարանաշինության մասին, նույն ձեր նշած կամ ծառայությունների ավելացման ավելի շատ եւ այս ոլորտում է որ ես վստահ եմ դուք եք մարզերում հանդիպումների ժամանակ անընդհատ այդ հարցումները, չգիտեմ, մեր գյուղում շարունակենք այս ծրագրերը, մեր մարզում սրա մասին է խոսքը եւ ես վստահ եմ որ այս իմաստով մեր արած աշխատանքը իր արդյունքները տալիս են իմաստով, որ ակնկալիքներն են մեծանում եւ ամենևին ես չեմ ասում, թե մենք քիչ ենք արել, բայց նորից եմ կրկնում, խաղաղության դարաշրջանը պիտի իմ կարծիքով մեզ նոր հնարավորություն տա այս իմաստով։ Շնորհակալ եմ։ Շատ լավ, ես համաձայն եմ, բայց մենք բոլորս պետք է մի բան հասկանանք, որ հնարավորությունը ստեղծվում է աշխատանքով։ Ասենք ենթադրենք, եկեք պատկերացնենք հանրապետությունում բոլորս ուզում ենք լինենք սոցիալական բանի ծրագրերի շահառու, այդ նշանակումը ոչ մի սոցիալական ծրագիր չի լինի, որովհետև սոցիալական ծրագիր ֆինանսավորելու համար անհրաժեշտ է, որ մարդիկ աշխատեն, արդյունք գեներացնեն, օրենքով սահմանված հարկերը վճարեն։ Ընդհանրապես սա մեր որպես կառավարող թիմ ամենամեծ խնդիրներից մեկն է իմ կարծիքով, ցույց տալ թե պետությունը ոնց է աշխատում, որովհետև ընդհանրապես բարեկեցություն ապահովելու ձևը այդ աշխատանքն է։ Եվ մեր սոցիալական քաղաքականությունները ուղղված են աշխատող մարդկանց աջակցելուն։ Տեսեք, մեր ամենամեծ սոցիալական ծրագիրը, որը կարող ենք անվանել սոցիալական, եկամտային հարկի վերադարձի ծրագիրն է 324 միլիարդ դրամ մենք վերադարձրել ենք։ Բայց ենթադրվում է, որ այդ մարդիկ, որ այդ եկամտային հարկը վերադարձրել են, ստացել են, ենթադրվում է, որ իրանք մի որոշակի աշխատավարձ ունեն։ Ենթադրվում է, որ իրանք որոշակի աշխատանք ունեն։ Եվ մենք չենք զղջում, որ այդ մարդկանց աջակցում ենք, որովհետև այդ մարդիկ են գեներացնում են հիմնական արդյունքը, որով նաև մենք սոցիալական ծրագրերը թոշակ ենք ավելացնում, նպաստ ենք ավելացնում եւ այլն եւ այդպես շարունակ։ Ամենակարևոր բարեփոխումը, որ մենք սոցիալական ոլորտում սկսել ենք, անապահովության գնահատման նոր համակարգն է, որտեղ մենք մարդուն պետքա մղենք աշխատանքի, Այն մարդը, որ օբյեկտիվորեն չի կարող աշխատել, օբյեկտիվ հանգամանքների բերումով, մենք միանշանակ պետությունը պատասխանատու է նրանց սոցիալական նվազագույնը ապահովելու համար, բայց այն մարդը, ով աշխատունակ է եւ հրաժարվում է աշխատելուց, այն պայմաններում, երբ որ անընդհատ աշխատանք է, ես նախորդ օրը գնացել եմ Մասիսում Խելացի անասնագոմա ստեղծվել, ընդ որում մեր աջակցության բոլոր հնարավոր ծրագրերից օգտվել է սեփականատերը, ինքն էլ է ներդրում արել, լիզինգից օգտվել է, բանի Խելացի անասնագոմի հետ վճարից օգտվել է եւ ասում է 3 աշխատող պետքա լիներ եւ ասում է ես դիմեցի աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարություն եւ 3 աշխատող ես չկարողացա գտնեմ, ստիպված օտարերկրյա քաղաքացիների եմ ներգրավել։ Հիմա այս մի դեպք այդ նույն քաղաքացիներին, եթե եւս 2 անգամ աշխատանք առաջարկվի ու էլի իրանք չհամաձայնվեն, իրանք պարզապես սոցիալական նպաստ չեն ստանալու, որովհետեւ պետությունը ելնելու այն կանխավարկածից, որ այդ մարդը ուրեմն գումարի անհրաժեշտություն չունի, որովհետեւ ուրիշ ինչ բացատրություն ունի, որ չի աշխատում։ Ես էլ զարմանում եմ մի բանի վրա, որ մարդիկ երբեմն ասում են աշխատավարձը ցածր է։ Շատ լավ, ես դեմ չեմ, աշխատավարձը ցածր է, բայց ոնց կարա այնպես լինի, որ
չաշխատելը ավելի շատ եկամուտ բերի, քան աշխատելը։ Սա անտրամաբանական է եւ անընդունելի է, եւ մենք մեր սոցիալական քաղաքականությունները պետք է այս ուղղությամբ վարենք։ Այլ բան է թոշակառուների հարցը, որովհետեւ թոշակառուները իրանց կյանքը, աշխատանքը, ծառայությունը մատուցել են եւ հիմա թոշակի են անցել եւ մեր աշխատողներից պարտավորությունն է, որովհետեւ մենք նաեւ իրանց ստեղծած շենքերի մեջ ենք աշխատում եւ այլն եւ այդպես շարունակ։ Բայց այստեղ էլ մենք ուրիշ խնդիր ունենք, մեր մեծագույն խնդիրն է կենսաթոշակառուներին մղել, աջակցել, օգնել, որպես նրանք ակտիվ տնտեսական կյանք ապրեն եւ ի վերջո նաեւ ուզում եմ սոցիալական մեր ծրագրերը ընդլայնելու հարցով շահագրգիռ մեր բոլոր քաղաքացիներին նորից եւս մեկ անգամ խնդրել հետեւյալը վճարել օրենքով սահմանված հարկերը եւ որևէ գնում անելիս խանութից դուրս չգալ առանց հսկիչ դրամարկային կտրոն վերցնելու։ Դա մեր հնարավորությունները էականորեն կընդլայնի։